Now, the surprise that we have in store for you is a bit strange, a bit extreme, I would say. Dimitri will lead the road with the car, so if anyone get tired, they can sit beside him. So we'll have the vehicle. Cool. Means we'll have something to bring back our kill. Wait. Is there any problem, Dimitri? Yeah, because I didn't sign up for all this. Well, might I remind you what you signed up was 10 days of service. I changed my mind. Just pay me for today and find yourself another driver. I'm afraid per contract you signed, you wouldn't be getting a dime until we find you replacement then. Now, as we got that settled, let's go! Ինչքան անկեղծ ու ճիշտ պատասխանես հարցերիս, այնքան արագ կվերջանա այս ամեն ինչը։ Բայց ես թաքցնելու բան չունեմ, ոչ էլ ինչ-որ բան եմ արել։ Ով է քեզ ուղարկել։ Ու ինչ նպատակով։ Ոչ ոք ինձ չի ուղարկել, տղերք։ Ես իմ կամքով եմ եկել։ Կներեք։ Կարող է ծխելու ունենաք։ 2 տարի է այստեղ եմ։ Ոչ մի բան չեմ ծխել։ Կարոյ անունր։ Երևանում լավ գործեր ունեի, ընտանիք։ Բայց մեջ էր դատարկել։ Հետո դեպրեսիա սկսվեց մոտս։ Բրերով դեղեր էի խմում։ Բայց վիճակս գնալով ավելի էր վատանում։ Նույնիսկ մի քանի անգամ ինքնասպանության անհաջող փորձեր արեցի։ Հետո որոշեցի գնալ ուր աչքս կկտրի։ Ու ապրեմ մենակ։ Ուզեմ հիմի փչե զուրնեմ, հարփածը լիմ մինչև եկուց։ Ամեն մարդու ընկերը լիմ ու հացը լիմ մինչև եկուց։ Ֆայտոն նստած անցնեմ քուչով պատուհանից վրես նայես։ Էշխտանքուն սիրտս ընկնի ու լացը լիմ մինչև եկուց։ Անդրեյ, ինձ անձամաչում ես։ Ինչի պիտի ամաչեմ։ Չէ իհարկե։ Փոքին Ռոզան արդեն 5 տարի է մեր տուն չի գալիս։ Դու իրանց ծնողների տուն գնում ես, չէ։ Ես էլ եմ ուզում իմ թոռներին տեսնել։ Գիտեմ, ասում են պապիկից վատ հոտ ա գալիս։ Դե հա, ասում են ինչա չգիտես։ Պապիկից կակաշկայի հոտ ա գալիս։ Երեխա ժամանակտակների չեն արել, թե իրանցը դու խոհոտով է։ Դա աշխատող մարդու հոտ է։ Բայց ձեզով ասել, որ աշխատող մարդու վրից պետք է քաղաքի հոտ գա։ Չարենց։ Քո մի մասնիկն եմ ուզում իմ լինի, երեխա եմ ուզում։ Ինչ գնով էլ ուզում է լինի, կազատեմ քեզ բանից։